Ինձ համար մեկ բանաձև կա, փոքրիկ թեորեմ։ Երբ որ ես փոքրինչ պատրաստում եմ հարցազրույցներին, երբեմն Փաշինյան եւ պարակտել բառը գծիկով եմ գրում ինձ համար, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Փաշինյան եւ պարտություն բառը գծիկով եմ գրում, որովհետեւ դա ինձ համար մեկ պարզ բառ է։ Եվ հստակ է, որ եթե 3 պատերազմ բերած մարդը կրել է պարտություն եւ այսօր աշխարհին ինչքան էլ որ նա փորձում է խաղաղություն ասելով փորձել մեծամբիոներ այսպես ասած մեծամբիոնների մոտ գնամ, կարող եմ հստակ ասել, որ մարդիկ եւ բոլորը միջազգային հանրությունն էլ գիտի, որ նա պարտության մարմնացումն է։ Գիտի, որ նա այս նույն ինքը Փաշինյանը շատ լավ գիտի, որ հենց ինքը այս պայքարում նույն ձև ունենել է մեծ պարտություն։ Ուղղակի այդ process-ը, որպեսզի կարողանա երկարաձգել, որի պարտությունը իրեն մոտ չլինի։ Կարող եմ ասել հետեւյալը, որ քանի մարզ է մնացել իր համար, որ կարող է պատտվել եւ ասել, որ ինքը ինքնահռչակ չէ։ Եվ կարող եմ ասել հետեւյալը, որ իզուր չէ, որ Սամվել Կարապետյանը այս խմբակին կոչել է փոքրիկ խմբակ, որովհետեւ իրենց փոքրությունը իրենց քայլերի մեջ է, իրենց հեռատեսության մեջ է, իրենց փոքրությունը իրենց գործելավոճի մեջ է։ Եվ այդ փոքրիկ գործելավոճով միայն կարող ես պարտություններ արձանագրել, որովհետև մեծ մարդկանց է վայել արձանագրել լավագույն հաղթանակներ։ Իսկ հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը դա իմ կարծիքով Փաշինյանի եւ մեր հարևան, մեր թշնավի հարևան առաջնորդի ձևավորված եւ գաղափարական ճյուղավորված արշավի մի ամբողջական մասն է։